Աստղագուշակները բացահայտել են 4 նշան, որոնք մտնում են աճի և հաջողության շրջան։ Հաջորդ 5 տարիների ընթացքում նրանք կունենան ճակատագրի աջակցություն և նոր հնարավորություններ։ Աստղաբանական օրացույցում սկսվում է եզակի շրջան, որը ըստ 7 օրերի խոստանում է զգալի վերելք և նոր հորիզոններ 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչների համար։ Հաջորդ 5 տարիների ընթացքում կբացվեն հեռանկարներ, որոնց մասին նրանք նախկինում միայն կարող էին երազել։ Այս ժամանակահատվածում նրան ջանքերը կսկսեն պտուղ տալ, և հանգամանքները կզարգանան հնարավորինս բարենպաստ։ Ցուլերը, որոնք հայտնի են իրենց համառությամբ և գործնականությամբ, վերջապես կտեսնեն իրենց տարիների աշխատանքի պտուղները։ Նրանց համբերատարությունն ու հետևողականությունը կլինեն մասնագիտական աճի բանալին։ Երկարաժամկետ նախագծերից սպասվում է, որ դրանք կբերեն շոշափելի պարգևներ, իսկ նոր գիտելիքներն ու հմտությունները կբացեն դուռը դեպի ավելի բարձր պաշտոններ։ Ֆինանսական կայունությունը կդառնա իրականություն, և նախկինում կուտակված խնայողությունները կսկսեն նպաստել նրանց բարեկեցությանը։ Սա հարմար ժամանակ է մտածված ներդրումների և ռազմավարական պլանավորման համար, որը թույլ կտա ձեզ ազատվել նախկին սահմանափակումներից և վստահ զգալ ապագայի նկատմամբ։ Խեցգետիների համար սա այն ժամանակն է, երբ նրանց զգայունությունը և ուրիշներին աջակցելու ունակությունը կդառնան իրական ակտիվ։ Առաջիկա տարիներին ուրիշներին օգնելու հետ կապված ցանկացած նախաձեռնություն կբերի ոչ միայն բարոյական բավարարվածություն, այլև շոշափելի օգուտներ։ Բարությունը կփոխհատուցվի հարյուրապատիկ, բացելով նոր հնարավորություններ և ամրապնդելով սոցիալական կապերը։ Ոգեշնչումն ու ստեղծագործականությունը թույլ կտան ձեզ իրացնել ձեր ներուժը այն ոլորտներում, որտեղ երևակայությունն ու կարեկցանքը կարևոր են։ Ձեր ֆինանսական վիճակը կկայունանա, թույլ տալով ձեզ կյանքի կոչել ձեր ամենահամարձակ գաղափարները։ Ջրհոսները իրենց ոչ ավանդական մտածողությամբ և նորարարության նկատմամբ կրքով կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Նրանց ինքնատիպ գաղափարները և հնարավորություններ տեսնելու ունակությունը այնտեղ, որտեղ ուրիշները անտեսում են դրանք, կդառնան նոր եկամուտի աղբյուր։ Առաջիկա 5 տարիները ժամանակ է համարձակ նախագծեր սկսելու, ժամանակակից տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար։ Կարևոր է իմաստով կերպով բաշխել ռեսուրսները և խուսափել անխոհեմ ծախսերից, ապագա բարգավաճության համար ամուր հիմք դնելու համար։ Ձկները վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի փորձ կուտակելով, կկարողանան օգտագործել իրենց տաղանդներն ու ինտուիցիան նոր բարձունքներ հասնելու համար։ Նրանց բազմազան մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունն ու խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցումը կլինեն հաջողության գրավականը։ Սպասվում են մասնագիտական փոփոխություններ, հնարավոր է կարիերայի առաջխաղում, սեփական բիզնես սկսել կամ շահավետ գործընկերություն։ Կբարելավրի ֆինանսական բարեկեցությունը, իսկ համառությունն ու ինքնավստահությունը կօգնեն իրականացնել նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը։ 2025 թվականի վերջին 6 կենդանակերպի նշաններ կբախվեն իրենց կյանքում դրամատիկ փոփոխությունների։ Տարին մոտենում է ավարտին, և դրա տարեգրության վերջին էջերը գրվում են արագ, երբեմն կտրուկ հարվածներով։ Իրադարձությունները կարող են հանկարծակի փոխել սովորական տեմպը և ճնշման տակ որոշումներ կայացնել։ 6 նշանների համար սա պարզապես փոքր տատանումների շարք չի լինի, այլ իրական ցնցում, որը կպահանջի արագ ճշգրտումներ առօրյայի, առաջնահերթությունների և սպասումների մեջ։ Ստորև ես մանրամասն կներկայացնեմ, թե որտեղ և ինչպես կդրսևորվեն այս փոփոխությունները, դրանց բերած ռիսկերն ու հնարավորությունները և ինչպես կարող եք լավագույնս պատրաստվել ձեզ դիրքերը պահպանելուն և այդ փոփոխություններից ավելի ուժեղ դուրս գալուն։ Երկվորյակներ։ Կարիերայի շրջադարձ, ձայն, որը պահանջում է լսելի լինել։ Երկվորյակների համար տարվա վերջը կբերի հանկարծակի փոփոխություններ ձեր մասնագիտական կյանքում։ Սա կարող է դրսևորվել որպես անսպասելի նախագիծ, որը պահանջում է լիակատար ընկղմում, կամ անսպասելի առաջարկ, որը առաջին հայացքից կասկածելի է թվում, բայց աճի ներուժ ունի։ Դուք կբախվեք անհրաժեշտության հետ արագ ընտրություն կատարելու ձեր հարմարավետության գոտուց դուրս գալու և ինչ-որ նոր բանի մեջ ընկղմելու միջև, որտեղ դուք պետք է սովորեք արագ։ Հիմնական մարտահրավերը մտքի պարզությունը պահպանելն է բազմաթիվ նոր մուտքերի պայմաններում։ Ձեր սովորական բազմախնդիր ոճը կօգնի այստեղ, եթե ավելացնեք առաջնահերթության ֆիլտր։ Գործնական խորհուրդ։ Թղթի վրա ձևակերպեք 3 չափանիշներ, որոնցով կգնահատեք ցանկացած առաջարկ։
կարիերայի վրա ազդեցություն, վճարման ժամկետ, անձնականը սկզբունքներին համապատասխանություն եւ պահեք այդ չափանիշները ձեր ձեռքի տակ, ձեր բնաձայն էներգիան եւ շփվող բնույթը կբացեն դռներ, բայց միայն կառուցվածքային մոտեցումը կարող է հնարավորությունը վերածել իրական առաջընթացի։ Կույս, մարմնի կտրուկ արձագանք, ուշադրություն պահանջող ազդանշան։ Կույսերը տարվա վերջին կարող են հանկարծակի փոփոխություն զգալ իրենց առողջական վիճակում, ոչ թե անպայման ճգնաժամ, այլ իրավիճակ, որը կստիպի նրանց վերանայեն իրենց առօրյան եւ առաջնահերթությունները։ Ձեր մարմինը կարող է կարիք ունենալ դադարի, առօրյայի փոփոխության կամ մասնագետի մոտ այցելու, որը դուք երկար ժամանակ է հետաձգել էիք։ Այս փոփոխությունները կպահանջեն նոր սովորությունների ներդրում, քնի կարգավորում, սննդակարգի վերանայում եւ բուժումների կամ կանխարգելիչ միջոցառումների սկիզբ։ Կարևոր կլինի, որ դուք չանտեսեք աննշան ախտանիշները կամ չապավանեք ձեր բնավորության ուժին, ձեր մարմնի հաշվին։ Գործնական գործողությունների պլան։ Անցեք հետազոտություն, ստեղծեք իրատեսակ վերականգնման ծրագիր եւ բաշխեք պարտավորությունները, որպեսզի ժամանակ ունենաք վերականգնվելու համար։ Ձեր մարմին հիմա ուշադրություն դարձնելը ներդրում է այն ռեսուրսի մեջ, որը ձեզ անհրաժեշտ կլինի հաջորդ տարի։ Կշերք։ Հավասարակշռության խախտում, հարաբերություններն ավարտվում են։ Կշերքների համար տարվա մնացած մասը կարող է լինել այն ժամանակը, երբ նախկին ներդաշնակությունը փորձության է ենթարկվում դաժան ճշմարտություններով։ Հարաբերություններում թաքնված լարվածությունը կարող է ի հայտ գալ, եւ դուք ստիպված կլինեք որոշումներ կայացնել ձեր հարաբերությունները շարունակելու կամ վերակառուցելու վերաբերյալ։ Սա վերաբերում է եւ գործընկերային եւ սերտ աշխատանքային հարաբերություններին։ Այնինչ նախկինում փոխհատուցվում էր դիվանագիտությամբ եւ համապատասխանությամբ, այժմ կպահանջի հստակ սահմաններ եւ նոր կանոններ։ Զգացմունքային առումով կարևոր կլինի ոչ թե խուսափել հակամարտություններից արտաքին խաղաղության համար, այլ հարաբերություններին տալ ազնիվ ձենթ։ Երբեմն դա նշանակում է ցավոտ զրույցներ, բայց հաճախ դրանք հարթում են հասուն միության ճանապարհը։ Մի կանոն է գրավոր գրանցել համաձայնությունները եւ չլուծված խնդիրները չտեղափոխել նոր տարի։ Պարզությունը հավասարակշռությունը վերականգնելու լավագույն գործիքն է։ Խեցգետին։ Տունը շարժման մեջ, ձեր բնակելի տարածքի վերակազմակերպում։ Խեցգետինները կարող են հանկարծակի իրադարձություններ ունենալ, որոնք կապված են իրենց տան եւ ընտանեկան պարտականությունների հետ՝ տեղափոխություն, վերանորոգում, ընտանիքի կազմի փոփոխություններ կամ տնային պարտականությունների վերաբաշխում։ Այս փոփոխությունները կարող են հանկարծակի առաջանալ եւ պահանջել անհապաղ որոշումներ, ինչը մարտահրավեր կլինի նրանց համար, ովքեր սովոր են ուշադիր պլանավորմանը։ Շատ կարևոր է ներգրավել սիրելիներին գործընթացում։ Միայնակ վերահսկողություն ստանձնելու փորձը միայն կմեծացնի ստրեսը։ Գործնական խորհուրդը՝ ստեղծեք քայլ առ քայլ ծրագիր ձեր տեղափոխության կամ վերանորոգման համար, սահմանեք վերջնաժամկետներ եւ պատասխանատու կողմեր, հատկացրեք բյուջե եւ պահուստավորեք անսպասելի ծախսերի համար։ Ձեր տանը տեղի ունեցող փոփոխությունները կարող են ձեզ ավելի շատ հարմարավետություն եւ հարմարություն բերել, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործընթացը կառավարեք ճկունության եւ ձեր ընտանիքի կողմից աջակցության բավարար չափով։ Աղեղնավոր, անսպասելի ֆինանսական վերելք կամ անկում, պատասխանատվության փորձություն։ Աղեղնավորը կարող է ակնկալել կտրուկ ֆինանսական փոփոխություններ տարվա վերջին ամիսներին։ Դա կարող է լինել նախագծից միջոցների հանկարծակի ներհոսք, բոնուս, ժառանգություն կամ ընդհակառակը բյուջեի վերանայում պահանջող անսպասելի ծախսեր։ Հիմնական դիլեման ինքնոբուխություն է, թե հեռատեսությունը։ Լավատեսության եւ մեծ ծրագրերի նկատմամբ ձեր բնական հակումները հնարավորություններ կընձեռեն, բայց կարող են հակառակ արդյունք տալ, եթե անզգուշորեն ծախսեք։ Դուք լավագույնս եք գործում, երբ համատեղում եք քաջությունը խոհեմության հետ։ Սահմանեք անհապաղ ֆինանսական նպատակներ, ստեղծեք պահուստային ֆոնդ եւ ուշադիր վերանայեք խոշոր առաջարկների պայմանները։ Եթե դրամական ներհոսք է տեղի ունենում, օգտագործեք դրա մի մասը պարտքերը մարելու եւ անվտանգության ցանց ստեղծելու համար։ Եթե կորուստներ են առաջանում, արագորեն կարգավորեք ձեր ծախսերը եւ փնտրեք եկամտի այլընտրանքային աղբյուրներ։ Սա ժամանակն է ստուգելու ձեր հասունությունը որպես ռեսուրսների կառավարիչ։ Առյուծ։ Հավակնությունների ալիք։ Ստեղծագործականություն, որը պահանջում է լիարժեք ներգրավվածություն։ Առյուծները տարեվերջին կբախվեն իրենց ինքնադրսևորման կտրուկ շրջադարձի։ Հանկարծակի նախագիծը, նախաձեռնություն ցուցաբերելու հրավերը կամ ստեղծագործական ջանքերում ղեկավար պաշտոն ստանձնելու անհրաժեշտությունը կպահանջեն նրանց լիակատար նվիրվածությունը։ Սա զգուշավոր աճի ալիք չի լինի, փոփոխությունները կգան արագ եւ կպահանջեն ժամանակի եւ ուշադրության վերաբաշխում։
Դուք կարող եք ընտրության առաջ կանգնել, ստանձնել առաջատար դիրքը ռիսկի և փառքի հարցում, թե նախընտրել ավելի փոքր, ավելի անվտանգ նախագծեր։ Գործնականում պատրաստության և թիմի վրա ժամանակ ներդնելու պատրաստակամությունը կարևոր է։ Ձեր խարիզման կգրավի աջակցություն, բայց միայն մասնագիտական կազմակերպությունը կվերածի ալիքը կայուն նվաճման։ Կազմեք ձեր առաջին քայլերի ծրագիր, գտնեք մարդիկ, ովքեր կաջակցեն ձեր գաղափարը և մի հետաձգեք ձեր արդյունքների ներկայացումը։ Հիմա ժամանակն է գործելու համարձակորեն, բայց մտածված։